Անելի է նաև վստահ եմ շատերին, նաև տեղյակ եմ ինչ աստիճան մանրակրկիտ լրատվական նյութերում անդրադարձ է կատարվում օրենսգրքին 10-րդ հոդվածը հենց վերաբերում է քրեական վարույթների անջատմանը եւ միացմանը։ Հիմա այս գործով ստացվում է կամ քննիչները գտնում են, որ այդ հոդվածը վերաբերում է միայն միացմանը, որտեղ այս գործով մի հատ միացման որոշում կայացրել են։ Այդ անջատում բառը կարող է ջնջվել այնտեղ, բայց ես ստուգել եմ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում բան չի փոխվել։ Գրած է վարույթների անջատում, միացում։ Միակ պայմանն էլ որն է, ասում է, որ լինի մեկից ավելի անձանց ներգրավվածություն։ Իհարկե մեկից ավել անձի ներգրավվածություն չկար Սամվել Կարապետյանի դեպքում հունիսի 18-ի դրությամբ, բայց քանի որ իրենք գիտեին դեռ հունիս ամսից, որ քաղաքական հետապնդման Facebook-յան գրառումների պայմաններում պետք է նախաքննությունը երկար պահեն, չեն կարող ոնց օրինակ այլ դեպքերով կոչերի 15 եւ 20 օրում գործերը ուղարկեն դատարան, դրա համար պետք է ավելացնեին տնտեսական բնույթի մեղադրանքներ։ Իդեպ գործընկերներից ոչ մեկ թույլ չի տա խաբեն, հունիսի 17-ին, երբ հայտնի Facebook-յան գրառումները եղան, բոլորը գրում էին հեսա լինելու է տնտեսական բնույթի մեղադրանք։ Բայց երևի որոշ պաշտոնյաներ, հնարավոր է նաև ովքեր էլ համակարգում չեն պաշտոնավարում, գտան, որ եթե մի բան չկա, չի կարելի։ Բայց բոլոր դեպքերում եղավ այն, ինչ հիմա կա։ Ավելացրեցին այդ մեղադրանքները։ Հիմա մեկից ավելի անց կա, հետևաբար կարա լինի նաև անջատում։ Սա շատ պարզ ճշմարտություն է, իդեպ նույնիսկ ԵՊՀ-ի գիտնական իրավաբան պրոֆեսորներ գիտական հոդվածներ ունեն վարույթների անջատման եւ միացման մասին։ Հիմա թե ինչն է խնդիրը։ Պարզ ասեմ, օրենսդրությունը չի։ Քրեական դատավարությունը չի։ Պարզապես նպատակն է կոչերով չուղարկել դատարան, դռնբաց դատական նիստ չունենալ, չհայտնվել մեղմ ասած տղաչ վիճակում։ Էտա, դրա համար պետք է ամեն ձև գտնել ինչ փաստարկ հնարավոր է, որ ամեն ձև իբր նախաքննություն է կատարվում կրկին ելնելով նրանից, որ 2025 թվականի հունիսի 17-ին հստակ հրապարակավ Facebook-յան արդարադատության միջոցով տրվել են ցուցումները, հաշվեհարդարի, վրեժխնդրության եւ այդ ամենը մեծ ցավով ենք ասում։ Սա մեզ համար ամենացավն է։ Իրավապահները անխտիր կատարում են։ Իդեպ գործընկերս պարոն Ֆերոյանը մի քանի անգամ երբ նշում էր, որ մենք դռնբաց դատական նիստ ենք, չէ՞ ուզում։ Այսինքն մենք դռնբաց կալանքի միջնորդության քննություն ենք ուզում, մի հետաքրքիր հանգամանք հիշեցրեց։ Նախորդ նիստին, երբ մասնակցում էր մեր գործընկերը Ռոբերտ Ամստերդամ, դե իհարկե թարգմանչի հարց պետք է ապահովեր։ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը, քննչական կոմիտեի դա չցանկացավ ապահովել։ Ստիպված մենք միջոց ձեռնարկեցինք եւ եկավ համապատասխան թարգմանիչ։ Քանի որ նիստը բավականին երկար տևեց հոկտեմբերի 14-ին մեկնարկած, այդ թարգմանիչը հնարավորություն չուներ հաջորդ օրը կրկին ներկա գտնվելու նիստին։ Այդ իսկ պատճառով եկավ երկրորդ թարգմանիչը, էլի մեր միջոցներով։ Այնուհետև այդ թարգմանիչը եւս այդ աստիճան ծանրաբեռնված միաժամանակյա սինխրոն թարգմանության իրականացման դժվարությունից ելնելով խնդրեց, որ իր մեկ այլ գործընկեր ներգրավի։ Եկավ երրորդ թարգմանիչը, որ պատկերացնենք, մենք խոսում ենք նախաքննական գաղտնիքի ամենասուր ռեժիմի մասին, չէ՞, քննիչները ասում են կարող է մի տվյալ հրապարակվի եւ սաղ նախաքննությունը փուլ գա, կարեւորագույն այս խոչընդոտելու ռիսկերը եւ այլ։ Մենք դատական նիստի վերջում, երբ պարոն Ամստերդամը մի փոքր շուտ դուրս եկավ նիստից եւ գնացին նաեւ թարգմանիչները, մենք արձանագրեցինք նիստի ընթացքում, որ 3 թարգմանիչ առանց նախաքննական գաղտնիքի մասին նախազգուշացվելու ներկա են եղել դատական նիստին, լսել են քննչական կոմիտեի բոլոր կարևորագույն գաղտնի, հույժ գաղտնի փաստարկները եւ գնացել են։ Եվ այդ ժամանակ թե քննիչը, թե դատախազը արձանագրեցին, որ այդ մարդկանց ոչ մեկ ոչինչ չի նախազգուշացրել։ Բայց դեռ պնդում են, որ պետքա լինի նախաքննական գաղտնիություն։ Այսինքն նախաքննական գաղտնիությունը իրանց չէր հետաքրքրում։ Արդեն գոյություն չունի իրականում։ Դա հորինվածք է։ Այո։ Մենք պնդելու ենք, որ լինի դռնբաց։ Պնդելու ենք, միջնորդելու ենք վստահաբար։ Քննչական գործողություններ հիմա թեկուզ որ ասում եք հեցի աշխատակիցներ փոխում են Սամվել առերեսումներ եղել է Սամվել Կարապետյանի հետ։ Շատ կարևոր հարց եք տալիս։ 2025 թվականի հուլիս ամսին
Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Արշակ Վարդանյանը, Լիաննա Գասպարյանը, Արմեն Ֆերոյանը, Ռուբեն Հակոբյանը, Արամ Վարդևանյանը թվով ներկայացրել են միջինացված ասեմ, երևի թե 20 միջնորդություններ, որ կատարվի առերեսում, որ կատարվի վարույթային գործողություն, այդ թվում Սամվել Կարապետյանի մասնակցությամբ։ Թիվը պատկերացրեցիք ու այդ բոլոր միջնորդությունները մեկ էջի վրա չենք գրում։ Մենք չենք զլանում, հիմնավորումներ ենք գրում, պատճառաբանություններ ենք գրում, վերլուծում ենք իրավիճակը, դատավարական նախապատմությունը, որ պատկերացնեք մոտ 1 հատոր, մենք մենակ միջնորդություններ ունենք գրած, որ քննչականը տեղից շարժվում։ Ոչ մի նման գործողություն առերեսում եւ այլ չի կատարվում։ Բայց փոքր հավելում անեմ, էլի։ Չէ, հիմա մի փոքր հավելում անեմ ձեր հարցի հետ կապված։ Այ օրինակ մենք միջնորդել ենք, ասել ենք այդ մարդկանց կանչեք հեծի աշխատողներին, հարցաքննեք, իրենց պատճառաբանություններն է, որ այդ մարդիկ դե գտնվում են հետախուզման մեջ, հետեւաբար մենք չենք կարող իրենց հարցաքննենք։ Բայց մենք իրենց ասում ենք ընկերներ, չէ՞ որ մենք փաստաբաններով իրանց ենթարկել ենք փաստաբանական հարցման, ու այդ գործով նաև իրանց կանայք են հարցաքննվել, ովքեր հերքել են Սամվել Կարապետյանի կապն ու առնչությունը իրենց այդ կայծաղբյուր կոչված եւ մյուս ընկերությունների գործունեության հետ ընդհանրապես։ Մենք փաստաբաններս էլ իրականացրել ենք փաստաբանական հարցում, փաստաբանական հարցման ենք ենթարկել այդ հեծի աշխատակիցներին, ովքեր ներկայացրել ենք դատախազին տեսակապի միջոցով եւ խնդրել ենք նույն տեսակապի եղանակով իրենք իրականացնեն հարցաքննություն, քանի որ մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս։ Այսինքն քննիչին ոչ մի բան չի խանգարում, որ ինքը օրինակ WhatsApp-ի միջոցով տեսակապով զանգի, հավաստյան այդ մարդու ինքնության մեջ իր անձնագրով կամ այդ մարդու կողքը լինի իր փաստաբանը եւ չգիտեմ, Ամերիկայում, Մոսկվայում կամ Իտալիայում այդ մարդին ենթարկի փաստաբանական հարցման մենք ենք ենթարկում։ Ինքը հարցաքննի, բայց կատեգորիկ այդ գործողությունը իրանք չեն անում, իսկ դատական նիստի ժամանակ էլ հա հիշեցի, քննիչի պատճառաբանությունները հիմնականում կայանում էր նրանում, ասում դե այդ մարդիկ ձեր օգտին են խոսալու, ես ինչի պետք է իրանց հարցնեմ։ Ու բացի այդ էլի վկաներ կային, հա, երբ որ հարցնում ենք, ասում ենք, այս վկային ինչի չես հարցակննել, ասում դե ձեր օգտին էին խոսալու, ես իրանց խի պետք է հարցակննեմ։ Օրինակ ասում ենք, կարող է այս նյութերից բացի կան կարևոր նյութեր, որը մեր օգտին են ու դու չես ներկայացրել դատարանին, ասում հա, բա այն նյութերը, որը որ ձեր օգտին է, ես խի պետք է ներկայացնեմ դատարանին։ Դրա համար իմ խորին համոզմամբ հաջորդ հենց վառացիորեն, եթե կարակ դատական նիստի ձայնագրաման կրիչը վերցնեք, դուք ինքներդ դրանում կհամոզվեք։ Դրա համար իմ խորին համոզմամբ հաջորդ դատական նիստին, որպես այսպես կոչված պատմոգա, ուղարկեցին նաև դատախազին, որ այ դատախազ ժանելը գնատես այս մարդն դե ինչ էր խոսում, էլի ընդհանրապես։ Ու իդեպ դատախազը սկսեց ճիշտ հակառակը ասել, եւ երբ մենք նիստի ժամանակ ասեցինք մի վարքյան, բա մեր գործընկերը հենց նախորդ նիստին ասում էր, որ չեմ բերելու, չեմ տալու եւ այլն, դատախազը ստիպված փորձելով սրբագրել իրավիճակը, բայց քանի դա բացահայտեցինք, սա էլ նշենք։ Դատարանը իր նախաձեռնությամբ խնդրեց, որ մեկ փաստաթուղթ, որը քննիչը ընդունեց, որ չի ներկայացրել, բայց ունի, դատարանը խնդրեց, որ այն բերվի եւ ներկայացվի դատարանին։ Ինչ արեց 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը։ Չբերեց։ Բառացի չբերեց։ Դատարանը երբ հարցրեց, որ ինչն է պատճառաբանությունը, որ չեք ներկայացնում տվյալը, որը ընդունեցիք, որ ունեք, որը դատարանը խնդրեց ներկայացնել, քննիչը պատասխանեց, որ մենք ենք որոշում ծավալը տվյալներ ներկայացնելու, չենք ներկայացնելու։ Բայց մինչև այդ ասում էր ձեր օգտին ախի ներկայացնել։ Կարող է խնդրել, բայց Ստեղ ուղղակի քննիչը պետք է բազմակողմանի քննի, բայց տենց չի։ Իդեպ գիտեք ինչի տենց չի։ Այն ոնց է, չէ՞։ Որովհետև տես 2025 թվականի հունիսի 17-ի գրառումները։ Սկան բան։